հինդուիզմը եւ բուդդիզմը նրանք հենց այդ ուսմունքի մեջ կարևոր բաղադրյա մասը դա ռեինկարնացիա գաղափարախոսությունն է տարբեր է այդ մի քանի հեղինակներին երբ որ կարդացել եմ լսել եմ ես մի քիչ վերապահում եմ երբեմն ռեինկարնացիային վերաբերում եւ իմ ուսանողներին շրջապատում ասում են ինչպես կարող ես գանե դու այդքան աշխատում ես քանի որ այդ փորձը դեռևս չեմ ունեցել ես ցույլ եմ հող եմ հա պիտի շոշափեմ բայց ես իմ շրջապատում տեսնեմ բավականին կիրթ մարդիկ կայուն հոգեվիճակով որ այդ դրույթը այդ իրենք առաջ են տանում եւ հետեւում են հա ինչ եմ նկատել որ այո այդ ամենը կա ասում են որ մինչեւ 3-4 օրը իրենք մեր շրջակայքում են միջև այստեղ անցումային դաշտ կա իրենք որ անցնում են հետագա պետք է գնան նրանք ովքեր բարձր հոգևոր զարգացում ունեն քրիստոնեական ուսմունքի կգնան բարձր շերտեր հնարավոր է ետ չվերադառնան այստեղ ովքեր թերի գործեր են թողել ովքեր կապված են իրենց ընտանիքի անդամների ավանդույթների հետ այդ հոգիները մոտակա 100 տարվա մեջ նրանք խմբվում են այնտեղ եւ նորից վերածնվում են երկրի վրա եւ այն հոգիները տան անդամներ որոնք ավելի շուտ են լքում հայրենիքի իրենց հարազատներին իսկ այն հարազատները որոնք պետք է տառապեն ու տառապում են իր երեխայի ամուսնու մոր հոր համար այդ հոգիները ավելի բարձր զարգացում ունեն նրանք ավելի բարձր փշակաղում են ծրագիր են վերցրել շատերը կան որ ուղակի իրենք գործ ունեն այստեղ անեն նույն իրավիճակում կարող են հայտնվել մեկը գնա մյուսը մնա այն ով որ մնացել է նա ավելի ուժեղ է եւ նա տառապելու ավելի հզոր ուժ ունի իր մեջ իսկ մյուսը որ գնացել է կարճ ծրագրով է եկել այլևս անցած օրը այդպիսի մի վայրում է մի երեխայի մայրիկի մոտ որ երեխան շատ են ուռուցքային դեպքերը քանի հոգի արդեն մոտ 7 հոգի տեսան ես հասկացա մայրը ուներ 3 մոլորակ Պլուտոն, Սատուրն, Մարսը կարիճում ես հասկացա որ այդ անձը այնքան հզոր է դու ինչքան տեսնես այդ տառապանքները միևնույն է մենք չենք ղեկավարում մեր կյանքը դա վերին ուժերն են նրանք ովքեր որ մնացել են պետք է ապրեն ստեղծագործեն հանրօգուտ աշխատանք տանեն այն միջավայրում որտեղ ապրում իսկ ովքեր որ գնացել են հուսամ որ գնացել են բարձր շերտեր հիմնականում որ շուտ են մահանում իրենք դրանք ավելի բարի հոգիներ են բայց